Նիկոլ Փաշինյանը վաղ աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս։ Նա Դոնալդ Թրամփի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որը վերաբերում է Գազային։ Նշենք, որ այդ գագաթնաժողովին մասնակցելու են ավելի քան 20 երկրների առաջնորդներ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Պապիկյանը Միացյալ Նահանգներից տեսանյութ է հրապարակել, չմանրամասնելով, թե ինչ օրակարգով է այնտեղ։ Ողբերգական դեպքի հետևանքով մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ գեներալ լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։ Ըստ տեղեկությունների նա հոկտեմբերի 3-ին ընկել էր սեփական ավտոմեքենայի տակ ճանապարհին հայտնված ոզնուն հեռացնելու պատճառով ու ծանր վիճակում էր։ Եպիսկոպոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին։ Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են, որ ՔՊԱ-կան Մհեր Ախտոյանի ընտանիքը հեռանա համայնքից։ Այսօր մեծ թվով փարաքարցիներ հավաքվել էին Մերձավանում, սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի հայրական տան դիմաց եւ իրենց բողոքն էին արտահայտում։ Բնակիչները ստորագրահավաք են նախաձեռնել եւ պատրաստվում են դիմել կառավարությանը, որ լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի եւ նրա ընտանիքի բնակությունը փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում։ Իշվետ էտա, 20 տարեկանացքի չէ ճարաշե Վալոդիային, Գրիգորյան չէ ճարաշե, մոտիկից ես չի կաղր է դեպը, բայի չեր, 20-ամյա նշեցիք, որ չեր եք ճանաչում, իսկ դուք իրեն ճանաչել եք։ էտ երեխուն, ասեք ացեց, արելատեց, թե չէ որպես Այսինքն ինչ եք կարծում, նա ընդունակ էր նմանքը։ Դե որ ուղեղը լվացել է, ինչ ասեմ, սկի ծառայացել չեր էդի, աշե դրած թավի բեշվը ծառայացուր է, բաբայի պեշի տաղ, բեցծար, իբիս ես վենդետաներ են արև, բացարվապ այդ վենդետա չեր։ Ոստիկանները պտի ժամանակ են գայինը, ոստիկանները պտի այսօր չեմ անում չեն եկել ոստիկանները, ում համար են եկել, կամ այսքան ոստիկանը որպես ինչ հաստ է հավաքվել, ով ում ինչ անում, որ հավաքվել են, ոստիկանները ուշացել են, ոստիկանները մինչև այս դեպքը պտի գային գյուղում լծվեն, որ նման բան չլներ, թող նրանց թիմակիցների ոտի այդ ոստիկանական օղակներից գցեն, որ գյուղից չհեռանային, իսկ ոստիկանները այսօր ստանալու բան չունեն, ուղղակի իրանք ցույց են տալի, որ մենք աշխատում ենք, իրանք շատ ուշացել են, շատ, ու պլյուս դրան, եթե ասեմ, այդ MVD-ի նախարարը պետք է տղամարդ լինի, բռունցքը սեղանի խփի, հարկ եղած դեպքում մի հարկ քֆուր տա այս աղջիկը, եթե ամուսնացած չի, թող ամուսնանա իր ամուսնու տունը քանդի, եթե ամուսնացած է, թող գնա իր երեխեքի դաստիարակությամբ զբաղվի, MVD-ի նախարարը կինը չի լինում։ Օրենքով ինչ որ կա, մենք այդ ամեն մինչև վերջ գնալու ենք նրան, որպեսզի հասնենք մեր ուզածին, թե մանրամասն բացահայտվի, թե այն մարդիկ, ովքեր թեկուզ աննշան կապ ունեն այս սպանության հետ, ստեղ չապրեն, որտեղ մենք ուզում ենք խաղաղ համայնքում ապրենք, որը այդ մարդը ստեղծել էր, թե տեսեք, խաղաղը մի քիչ ոնց ասեն, հարաբերական է խաղաղը։ Խաղաղ լարվածություն կա ժողովրդի մեջ։ Ճիշտ է, ոստիկանները ներկա են ստեղ են գտնում, բայց ասենք ժողովրդի մեջ լարվածություն կա։ Ընդհանուր առմամբ վտանգ ներկապային չկա, բայց այս ոստիկանները հավերժ չեն լինելու ստեղ։ Ակցիայի մասնակցում էին նաև սպանված համայնքապետի ընտանիքի անդամներն ու հարազատները։ Վալոդիա Գրիգորյանի մայրը որդու Շիրիմի մոտ խոսել է Գրիգորյանի սպանության եւ կանանավորված անձանց մասին։ Հարամելին կապինքը, հարամ ծնունդերի իրացանողները, տենքնիր այրեքին, ինչ պտին են, ունից ինչ են պահանջում, բանանք կարատ կեղծող ծնողից լավ երեխատներ կամ մաքուր կապ են հիմար, օրերից որ մի օր են կտա դուրս տգա, իմ տվեց քո հանդեպ արեց, տակ ամախրշեր, սեբերը կոպերվի։
Թեգերը կոտարյանով են, որոշով են, որ բաս է տալի։ Աչքերը կորիքյոր դրաբան։ Յանքի դներն են, իմ պատվով բալ են, իմ հարգանով բալ են, իմ նոր բալ են։ Մենք յանքի դներն են, մենք սրտից բալ են։ Վայ, վայ։ Մենք ինչքան ապրենք վայր, ողջերը վայր բան չի, փոխտել բայց իրանց բալեքին վայել տղի չասծանողը, պտի չտենա իրա բալու դիակը, ես մենակ աղտուս եմ ուսում, չոլերը մանան, շան գենի պայել են, կյանքեց, կոնման թանքավոր տղա կյանքում չեն իրանց նախանձն իրանց խեղտեց, անենց խեղտի, որ ես տենա, այնքան տականք են, որ լավից էլ են ներնում, բալետ, կոնգենչանը, կեզ, խոհարգանքին, խողըտ կանեմ, թանքավոր բալես, ինչ հալ է, Մենակ ասված ասվանը կանի դրա, մենակ էտ ուրիշ բան չէ, ասում եմ խծում, ասում քո աչքերը հանից քող, ու իմանատու իրա բալին չպենա ոչ մի դեպք, ուզ մեռավ տենա, որին բալին Չարենցաբանի եկեղեցում 57-ամյա տղամարդուն սպանել են անմիջապես դագաղի մոտ։ Ավտովթարից մահացած 20-ամյա տղայի հուղարկավորության արարողության ժամանակ ըստ ականատեսների հոգևորականը չի հասցրել անգամ սկսել արարողությունը, երբ տեղի է ունեցել դաժան սպանությունը։ Նյուզեեմը զրուցել է դեպքի ականատեսների հետ։ Եկեղեցում էի այդ տղայի թաղումն էր 20 տարեկանի։ Ավտովթարից բաներ էլ մահացել էր։ Հետո սովորական տերային եկավ, որ իր արարողությունը կատարի ու մեկ էլ տեսն մի քիչ հետո անցավ ժամանակ, տեսնենք ժողովուրդը սկսեց ճշճվալ, գորգրալ, բան, այդ էս ճչալ ու այցև ես էլ սենց նայում էի, ինչա պատա, ինչա կատարում, ինչա եղել, ասեք մեկը մի բան ասեք, ոչ չէի հասկանում, ինչա կատարվում, բան, ու սկսեցի ես էլ լացել ուզվեցի ու բան, մենակ վերջում մի հոգի որ մոտեցավ ասեցի, ասավ քավորին սպանեցին, քավորին, էլի բան չհասկացա, ոչ բաների արուն եկեղեցին, դրանից հետո որ արդեն գնացել էր էդի, արդեն չկար երևի, ձև տերարն եկավ, տերարին հետո տեսանք, ու ասավ ես իմ արարողությունը պիտի կատարեմ, պիտի տանեմ, մեզ մարդուն թաղենք, ու գնացին, էդի ժամը մեկ անց կես երևի այցև այդ ժամերի էր, դուրս եկանք տեսանք արդեն արուն լվայա սաղ, այդքան, ու իրան մենք չտեսանք, ոչ մեկս մենք չտեսանք այդ բան է սպանվողին, դագաղին մի քիչ մոտիկ այդ սպանությունը կատարվեց, այդքան բան։ Ես անկեղծ ասած թաղումին ներկա եմ եղել ավտովթարից 20 տարեկան երիտասարդի մահեր, հետո ինչ-որ ներկա եղել ինչ-որ իրենց քավորը 57 տարեկան, հետո ինչ-որ տենց ասում են 27 տարեկան ինչ-որ երիտասարդա ներս ամատել ու ինչ-որ այդ հանցագործությունը կատարվել է էլի։ Լսել եմ կողքից այդքան բան, որի համար շատ ցավում եմ։ Ես էլ որպես ասենք այստեղի բնակիչ, որպես ծնող, ամեն օր կարելի ասել ես փոքր քաղաքում, ես Չարենցավանում վեճեր, դեպքեր, մարդասպանություններ, կրիմինալի քաղաք է դարել բոլորիս համար, որ չեն կարող ասել անկեղծ ասած, ինչպես կարելի է, ում միջոցով կարելի է ինչ-որ երիտասարդների մեջ այդ բանը վերացնել, համերաշխություն բերել, չեմ կարող ասել։ Ցավալի բան է։ Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արամուս գյուղի դաշտամիջյան հատվածում այսօր հայտնաբերվել են կնոջ եւ տղամարդու մարմիններ։ Ըստ նախնական տվյալների մահացածները ամուսիններ են, նրանց սպանել են։ Արմլուրի տեղեկություններով իրավապահ մարմինները նախնական տվյալներ ունեն, որ առավոտյան ամուսինները վիճաբանություն են ունեցել հարևաններից մեկի հետ, որից հետո նրանց գտել են դաշտում մահացած։ Մահացած ամուսինների մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր։ Իրավապահները այս պահին փնտրում են ենթադրյալ հանցագործներին։ Նուբարաշենում պարեկները տուգանել են Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, որը երթևեկել է մքեցված ապակիներով մեքենայով։ Վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովանեսյանը փորձել է պարեկներին համոզել, որ արձանագրություն չկազմեն։ Ինքը հետո կհեռացնի թաղանթները, սակայն պարեկները մերժել են նրա խնդրանքն ու տեղում պահանջել հեռացնել կողային արջերի ապակիների վրայից մուգ թաղանթները։
Սյունիքի մարզի Տաթև համայնքում 3 խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է երկհարկանի տունը, կից անասնագոմն ու մոտ 1000 հակ անասնակեր։ Ըստ ականատեսների տունը վարձակալած իրանցիներից մեկը փայտի վառարանը վառել է ու վառարանի դուռը թողել բաց, ինչի հետևանքով էլ վառվող փայտը վառարանից ընկել է հատակին։ Նշենք, որ փրկարարները ահազանգից 10 ժամ անց միայն կարողացել են մարել կրակը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3 Բուդապեշտում հյուրընկալվեց Հունգարիայի հավաքականին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0-2 հաշվով։ Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին։ Հարապետությունում վաղ շրջանների մեծ մասում սպասվում է տեղումներ, լեռնային առանձին շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով։